Բարև ձեզ սիրելի հայրենակիցների եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահը հայտարարել է Ուրան հրաժարականի ու թայզի ընտրությունների անցկացման մասին։ ԵԱՀԿ գործող նախագահը պատասխանալ չի Արցախահայերի ետռնալի մասին հարցին։ Մենասի ողբ 1915 գեղանկարը Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Բերթաձորը հերոսը Առնո Միքայելի Մկրտչյան զեկույց նվիրված Արցախահայության մշակութային իրավունքների խախտումներին Արևմտյան Հայաստան աղջիկ երգը ժամանակակից լուսանկարներում։ Լուսիկ Ագուլեցի հայ մշակույթի ոգին ու պատկերը կինո նվիրված Մարտակերտահերոս Նորիկ Դանիելյանին։ Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահությունը հրապարակել է հրամանագիր նախագահի հրաժարականի ու թայզա նախագահական ընտրությունների նշանակման մասին։ Հրամանագրում վերետրվել է սահմանադրության համապատասխան հոդվածների հիման վրա նշվում է վեր նախագահը հրաժարականատա ազգային սահմանադրության 73-րդ հոդվածին վերաբերող խոչընդոտին դարձա։ Ազգային ժողովին նախագահը հոկտեմբերի 15-ին հայտարարելու է նախագահի թափուր տեղի մասին ու մինչև հոկտեմբերի 29-ը կազմվելու է հրապարակվել նախագահի թեկնածուներին ցուցակը։ Թայզա ընտրությունները նախատեսվում անցկացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 22-ը, մինչ այդ Լիդիա Մարկոսյանը շարունակելու է որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչև ընտրությունները 1 օր առաջ նոյեմբերի 21-ը։ Նույն օրը տեղի ունեցավ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 39-րդ նիստը, վերի մասնակցան 15 հատ պատգամավոր առցանց ձևաչափով։ Նիստի նախագահ Նելի Հարությունյանը ներկայացրել նախագահի հրամանագիրն ուրան հայտարարությունը կապված թայզա ընտրական գործընթացի կազմակերպման հետ։ Բացի այդ, նիստին վաղը քննարկվել նաև Արևելյան Հայաստանում ապրող հայ ազգի բնիկության ճանաչման մասին հայտարարության նախագիծը, վերը քվեարկությամբ ընդունվել է 18 կողմ ու 0 դեմ ձայները։ Նիստն ամփոփել է ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Արևելյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է տեղահանված քաղաքացիներն պիտի կարին ինտեգրվի նշանակին կյանքը Արևելյան Հայաստանում։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը Երևանում հանդիպալ է Միրզոյանին հետ հայտարարել է կազմակերպությունը պատրաստ է Քյոմագյանի խաղաղության կայունությանը տարածաշրջանում հատկապես տնտեսական ու բնապահպանական ոլորտներում։ Ինքը պատասխանալ չի Արցախահայերի ետռնալի մասին հարցերին։ Վալտոնենը նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվելու է մինչև դեկտեմբերի 1-ը, իսկ համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվելու է թայզա ձևաչափ։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջանը օգոստոսին նախաստորագրած խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, վերի մի մասն է Մինսկի խմբի լուծարումը։ Գերմանիա ապրող Հախնազարյաններին ընտանիքը Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտի նվիրաբերել է Մինաս Ավետիսյանի ողբ 1915 թվականի գեղանկարը։ Շուրջ 4 դար գտնվել Իսրայել ընտանիքի հավաքածուում գնված հանգուցյալ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի կողմից։ Թանգարանի տնօրեն Էջետագզյանը նշել է, այս նվիրատվությունը ոչ միայն հարստացնում է հավաքածուն, այլև նպաստում է հիշողության պահպանմանը։ Մարգարետ Հախնազարյանը պատմել է ուրան մարդուն ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին։ Արմենի պապն ու ընտանիքը զոհվան 1919 թվականին Ագուլիսա ցեղասպանության վաղտը ու փրկվալը մենակ Հովանեսնա Համասփյուր Հախնազարյանն է։ Գեղանկարը ստեղծվել է Մինաս Ավետիսյանի կողմից 1961-ից 1965 թվերին։ Շուշի շրջանի Բերթաձորը դարեր շարունակ իլել է Արցախը մայր հայրենիքին կապող կարևոր օղակը։ Թշնամի մխել այդ փորձել է հայաթափել ռազմավարական տարածքը, բայց Բերթաձորցի միշտ պահպանել է ուրան վղնատոնը։ 1988-ին Արցախյան շարժման օրերին հին շենի ֆիզիկայի դասատու Առնո Միքայելի Մկրտչյանը տարալ է Բերթաձորի ինքնապաշտպանության խորհրդի համահիմնադիրներամինը։ Ինքը ուրան համագյուղացիներին հետ կազմակերպել է ինքնապաշտպանական ջոկատներ, կաղնել է հայրենի վղի պաշտպանության առաջնագծումը։ 1991-ի մայիսին խորհրդային ու ադրբեջանական ուժերին համատեղ օղագործողության վաղտը Առնոն ձերբակալվել է ու տարվել է Բաքու, այստեղ ենթարկվել է դաժան տանջանքների։ Նահատակվել է 1993 թվականի հոկտեմբերին, իսկ ուրան աճյունը հետագայում տեղափոխվել է ամփոփվել հին շենի գերեզմանոցում։ Հերոսի հիշատակը վառա բերթաձորցիների սրտերում։ Հին շենի դպրոցը կրում է ուրան անունը։ Տեղահանություն ու հիշողություն Արցախա հնդածս ճգնաժամը բանավոր պատմություններում խորագրավ միջազգային գիտաժողովն այլել վերին վաղտը ներկայացվել է զեկույց մշակույթի իրավունքների խախտումն Արցախայության բռնի տեղահանության համատեքստում։ Արցախաբնապատմական միջավայրից օտարում ավանդական կենսընթացի խեղումներ, համայնքների կազմաքանդում, ինքնության պահպանման ու վերստեղծման խոչընդոտն է թեմա։ Զեկույցին հեղինակը անդրադարձալ այն ձևերին, թե ոնց Արցախայության բռնի տեղահանությունը խաթարել համայնքային հիշողությունը, մշակութային շարունակականությունը։ Միջոցառման վաղտը ներկայացվել նաև հեղինակի թայզա հրատարակված գիրքը վերարժանացել է գիտնականների մեծ հետաքրքրությանը։ Գիտաժողովը կազմակերպված է Արևելյան Հայաստանի Հանրապետության ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ու Ֆրանսիայի համալսարանի համատեղ նախաձեռնությունով։
Արևմտյան Հայաստանը միշտ տիրել է հայկական մշակույթի ու ինքնության մի հատ կարևոր կենտրոն։ Սոր արդեն այդ վղերը ավիրված են, բայց ընդեղ ծնված աղջիկ երգը շարունակում են պահպանել է մեր ազգային գենետիկան ավանդույթն է։ Լուսանկարը ներկայացնում են հայուհիներին այն շրջանները, վեր մի վխտե պատկանալն Դելի Արտեմբեյ Միքայելյանին։ Չնայած ժամանակի ու վղի կորուստին իրանք կրում են հայկական տեսքն ոգին հիշեցնել ավեր հայրենիքի ճակատագրի մասին հիշողությունը շարունակում է սերնդեսերունդ։ Այս հայուհիներն իրանց տարբերվող դիմագծերով ու ավանդական առանձնահատկություններով ոչ միայն փոխանցում պատմական ժառանգությունը, այլև խորհրդանշում են կապը, վեր երբեք կոտրվալ չի, միավորելով ներկանը, անցյալը, Հայաստանը կորած, բայց հավերժ կենդանի հոգին։ Լյուսիկ Այգուլեցին հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահապանները միննա, նկարիչ, ազգագրագետ, հավաքորդ, վերսախ կյանքը նվիրալ է հայկական ավանդական մշակույթի պահպանմանը տարածմանը։ Լյուսիկ Ժորժի Արշակյանը Ագուլեցի ծնվել է Նախճեվանա վերին Ագուլի շենումը, այն ընտանիքները մինումը վերհալամնացած են լալդախ 1919 թվի կոտորածներյանը ետը 1953 թվին ընտանիքը տեղափոխվել է Երևան, ինքը սվերել է Փանոս Թելեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1974 թվականին ցելել է Հայաստանա նկարիչների միության Ագուլության իրան սաղ կյանքում հավաքալա հայ ժողովրդի կենցաղնա ավանդույթներ ներկայացնող արժեքավոր իրեր, տարազներ, զարդեր, զենքեր, խեցեղեն, գորգեր, իրան ստեղծագործություններն ներշնչված հայկական ավանդույթներով ու ժողովրդական լեգենդներով նշանցնտան բազմաթիվ թանգարաններում ու մխել է հավաքածուներում։ Երևանախորհրդային տարիներին Լյուսիկ Ագուլեցին առանձնանալիս էլ իրան ազգային շուրերավը տրնալավ իրան հայ կնոջ ավանդական կերպարի կենթանի խորհրդանիշը։ Իրան տոնը Ագուլեցի տոն թանգարանը սորտարալա մշակութային կենտրոն, ստեղ անցկացվում են ցուցահանդեսներ, վարպետության դասեր ու ավանդական հայկական խոհանոց ներկայացնող միջոցառումն է։ Հայրենասիրական թեմաներով կինոների հեղինակը իրան թայզագործը նվիրալ է Արցախյան կռվի հերոս Նորիկ Դանիելյանին Մարտակերտաշրջանի անվանի հրամանատարին։ Հեղինակը նշում է, վեր չնայած հայրենիքում տիրող անորոշ իրավիճակին, իրան կինոներով շարունակում է հիշատակել ու ներկայացնել Արցախյան կռվի հերոսների փառքն սխրանքը։ Փաստագրական կինոյի ցուցադրությունը անցկացվել է հոկտեմբերի 21-ին ժամը 7-ին Նարեկացի արվեստի միության սրահում Երևանը կինոտան հարևանությունով։ Մուտքը ազատ է։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը կպտրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։